աչքին գնող որևէ հարաբերություններ չենք ունեցել պարոն Աղազարյանի հետ, դեպքերն էր անգամ Ավան անդրատարածքում, երբ որ կային ՔՊԻ, Հանրապետության և Ռուսաստանի ռեժիմային տեխնացիաներ և այդպես խնդիրներ էին առաջանում։ Եվ այդպես երբեք ջերմ հարաբերություններ չենք ունեցել իրար հետ։ Բայց Հովիկ Աղազարյանը իմ աչքին միայն կերպ բարձրացել է, մի հետաքրքիր դրվագում, որ ինքն չեմ պատմել, ինքն չի հիշում հիմա, բայց ում ձեր համար պատմել։ Ուրեմն 18 թվականի ապրիլի 16-ն էր, Նիկոլ Փաշինյանը բարձրացել էր այստեղ ոստիկանական փշալարերի վրա և ձեռքը պատրվել էր Անտարին հիվանդանոց։ Եվ նաև աչքն էր վնասվել։ Եվ երբ որ հիվանդանոցից նա հետ եկավ, ժողովուրդը նրան ուղեկցում էր, և ես և պարոն Սարգսյանը, Զավին Սարգսյանը դիմավորեցինք Փաշինյանին այստեղ և ուղեկցեցինք մեր գրասենյակ, Լուսավոր Հայաստան Կուսակցության գրասենյակ, որը մինչև հիմա այստեղ է։ Եվ նրա հետ էին Սասունը Միքայելյան, Տիկին Հակոբյանը եկավ և Հովիկ Աղազարյանն եմ հիշում, ուրիշ մարդ չեմ հիշում, որ եկել է ներս։ Մի մասը արդեն գնացին և բավականին հուսահատ վիճակ էր հետո, շատ հուսահատ, հեղափոխության համատեքստում, որովհետև մարդիկ հուսահատված էին և հույսերը այնպիսին չէին, խոսքը չի գնում ժողովրդի մասին, ժողովուրդը բավականին ոգևորված շարունակում էր ցույցերը, այլ նրանք, ովքեր առաջնորդում էին շարժումը։ Եվ զրուցեցինք մի քիչ Փաշինյանի հետ, ովքեր որ կային, և եթե չեմ սխալվում նաև սնունդ կար, ջուր, բան, մի փոքր դադար հանգստացան և դուրս եկան բոլորը, և Աղազարյանը մնաց ինչ-որ լվացվում էր բան, ու հիշեմ Աղազարյանը երևի չգիտեմ, կարող է բավականին երկար ժամանակ ոչնարություններ ունեցել լողանալու, ոչնարություններ ունեցել շորերը փոխելու, ոչնարություններ ունեցել կոշիկները կեղտոտ, մի վատ վիճակում, որտեղ քայլել էր, գիտեք որտեղից, ու մինչև այդ օրը հետեք, մինչև այդ պահը, շատ հուսահատ բաներ ասին, հա, Հովիկ աս, ինչ ես մտածում, վերջի, ինչ արնելու, բոլորը գնացել են, մնացենք մի քանի օր, Հովիկը ուզում է դուրս գա, դուրս գալու պահն է։ Ասես նայեց, ասի, հա, հույս կա, ասես, չգիտեմ, չկա երևի։ Ասի, բա ուր ես գնում։ Ասես, ես Նիկոլին չեմ կարող մենակ թողել։ Ու գնաց։ Այդ դրվագը ես երբեք չեմ մոռանում։ Հիմա եթե հնարավորություն լիներ գրելու միտեղ այդ գրքի մեջ, կարանք այդ դրվագն էլ զետեղի։ Մարդ, որը որ հեղափոխության ժամանակ նմանատիպ ներդրում է ունեցել։ Այսօրվա բավականին հազարավոր կարծեի պատեհապաշտ խմբերից, ովքեր որ այսօր օգտվում են պրեմիաներից և տարատեսակ զանգերով հարցեր լուծելու հնարավորություններից և քեշ փող են աշխատում, իրականում ով է դավաճանել այն արժեքներին, որը որ այդ օրը այդտեղ առաջ էր բաղվում։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմը։ Հետևաբար Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանին հետո իմ ճանաչել բացկզակապես, իմ համար հեղափոխության առաջամարտիկները իրանք են, ովքեր շարունակում են նալ այդ ակունքներում, ովքեր արդարության համար են, կոռուպցիայի դեմ են, հավասար իրավունքների, ճիշտ դատական համակարգի, ամեն ինչի։ Եվ վերջում ամենասարսափելին, որ մի մարդ, որ այդ ամենանեղ պահին Նիկոլ Փաշինյանին չի լքում, այդ մարդուն ամենավերջին ձևերով փորձում են ոչնչացնել։ Ես փոքրուց մեծացել եմ մի այնպիսի ընտանիքում և թաղամասում և պայմաններում, որ միշտ իմ մեջ եղել է, որ պետք է պաշտպանեմ այն մարդկանց, ովքեր որ բոլորի հարվածի տակ են։ Տվյալ պահին տպավորված, այն տպավորությամբ, որ բոլորի։ Հիմա ժամանակը հոսեց, տեսանք, որ ինչ հրեշ ներկայացնում էին, այդ հրեշը չկա։ Տեսանք ուղղակի, որ մարդիկ իրանց ամենահավատարիմ, ամենանվիրված, ամենաազնիվ, ամենամաքուր, թալանչի չդարձած, թալանչիներ են արդեն, սովորական թալանչիներ, թալանչի չդարձած իրանց թիմակցին հարձակվել ոչնչացնում են։ Այս կարող եմ ասել, պարոն Աղազարյանը հրավիրեց, ասացի մեծ սիրով կգամ, և ինչ շնորհավորում եմ կկարդամ գիրքը, վստահ եմ հետաքրքիր է, լավ մնացեք, շնորհակալ եմ։